Բարևներ ձեզ, ես որոշեցի այս փոքրիկ լայվիկը նվիրել զանազան զարմանազան ձգնիկներին, նվիրել ալամ աշխարհի ֆանարիկոլոգ, ֆանարիկագետ, ֆանարիկաբան, ֆանարիկների թագավոր, ֆանարիկագույն Հայաստան դաշինք կոչվածի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին, ես իրեն չեմ անվանի դաշնակցության ներկայացուցիչ, ինքը տենց անտի-դաշնակցական է, ու պատիվ չի բերում դաշնակցությանը, որ սենց կերպար իրանց անունց ինչ-որ բաներ է անում։ Այսօր առավոտյան ես Facebook մտա ու տեսա, որ Սամվելը Ֆարմանյան կիսվել էր, այսով, այսը պլեյկանեմ կլսեք այսը, ուրեմն իմ մոտ փոքր հույս էր առաջացել, երբ որ ես տեսա ուժեղ Հայաստանի կազմակերպած ցույցին, մեր հայրենակիցների մասնակցությունը, հերթական անգամ, ոնց որ Բագրատ Գալստանյանի ցույցի ժամանակ էր, ոնց որ քանի անգամ եմ տեսել, ոնց որ 2022-ի մայիսին էր, երբ որ ես այնտեղ էի, այսինքն ժողովուրդը եկել է, պատրաստ է եւ այլն, այդ որոշ տարերի այդ ցույցի ես կանդրադառնամ այս նյութից հետո, ես հիմա ուզում եմ, դուք տեսնեք այդ հետաքրքիր լավ մթնոլորտը, որ ստեղծված է ժողովրդի պատրաստականության տեսանկյունից, ես քաղաքական ուժ գովալու չունեմ, ուժեղ Հայաստանի առումով որոշակի սխալներ տեսնում եմ, սխալների ուղումներ չեմ տեսնում, դա տագնապահարույց է, հենց տագնապ-բառի ամենաբուն իմաստով, բայց շատ դրական այսպես տրամադրվածությամբ, որ իրենք չեն ցանկանում Քոչարյանին տալ իրենց, չգիտեմ ինչերը, որովհետև Քոչարյանը գտնում է, որ ժողովուրդը ոտքի է կանգնում, այդ իր անձի համար է, ու դա այդ ժողովուրդը իր քաղաքական կապիտալն է, ինքը տենց կապիտալասեր մարդ է, իրան թվում է ժողովուրդն էլ է տենց կապիտալ, ու քանի որ ինքը կապիտալասեր է, այս թվում է տենց իշխանին այդ իրան ու իշխանին կապում է այդ կապիտալասիրությունը, որովհետև հայրենասիրության մասին խոսք գնալ չի կարող։ Ուրեմն այսպիսի, չգիտեմ, երևում է թե չեմ իվարկյա, օբշի տենց տեսանյութը, այսպես անմեղ դեմքի հայացքով է, որ Есть фонарик, есть ինձ բան вообще արած, это не я, эти что посыпают, ինձ թիրախավորում է հիմա, թիրախավորել եմ, մի հատ լսեք, այդ դեմքի արտահայտությունը ինչ է ասում ցույցից հետո, Իշխան Սաղաթելյանը, ու մի հատ ես կխոսամ, կկարդամ Սամվել Ֆարմանյանի գրառումը, давайте. Հրապարակային կնչեցնեմ այն առաջարկությունը, ինչ արդեն 5 ամիս է արել են քաղաքական դաշտի, քաղաքական ուժերին եւ գտնում ենք, որ այս ամեն ինչի դիմաց առնելու միակ ճանապարհը դա է։ Ինչ ենք մենք առաջարկել քաղաքական ուժերին, ինչ ենք խոսել այս ընթացքում, որ անկախ նրանից, ինչ տարաձայնություններ կան ընդդիմադիր ուժերի միջև, անկախ նրանից, որ մենք առաջիկա ընտրություններում մրցակիցներ ենք նաեւ, գոյություն ունեն կարևորագույն առաջնային օրակարգային հարցեր, որոնց շուրջ համագործակցությունը կենսական անհրաժեշտություն է։ Դա խոսքը վերաբերում է այս իշխանության հալածանքներին եւ ապօրինություններին համատեղ ուժերով դիմագրավելու, քաղաքբանտարկյալների ազատությունը ապահովելու եւ առաջիկա ընտրությունների վերսկողությունը իրականացնելու համար եւ այս օրակարգերով անհրաժեշտ է համագործակցություն։ Նաեւ մենք ունենք առաջարկություն հենց այս օրակարգով իմ հնչեցրած հարցերի շուրջ ընդդիմությունը հրավիրի միասնական հանրահավաք այս իշխանություններին պատշաճ հակազդեցություն ցույց տալու եւ համատեղ ուժերով այս ապօրինությունների դիմացը առնելու համար։ Աստված իմ։ Պատկերացնում եք նագրիություն, հանդգնություն, պատոշություն, այն որ իրանք իշխան դու կարաս այդ բոլոր որակավորումներով արդեն տենց քոուչինգ անես, դասընթացներ բացի, տենց ավելի գարանտիա է, ոնց չէ կապիտալ մոտդ կարողանաս, կամ այդտեղից կապիտալը կարողանաս պահես առանց դա կապելու երկիրը վարի տվող Քոչարյանի հետ, որովհետև ինչ շատ հետաքրքիր է, նայելով այն տուալետային ալիքները, որ քո տիրոջ այն մի շուն Վիկտորն է բացել Մոսկվայից, չգիտես ինչի իրան պոզիցիան Երևանյանը որպես Ռուսաստանի հայկական սփյուռքի ինչ որ եսիմ ինչ, դրա մասին էլ կանդրադառնամ, ինքը այդ трубопровод, կանալիզացիոնный трубопровод Telegram ալիքներով դուք Սամվել Կարապետյանի, նրա ընտանիքին, այդ ցույցին, հենց իմենոյ այդ ցույցին հարցակվել եք, ուստեղ որ ասում ես մենք չնայած բան պատրաստում համագործակցություն, այս մոմենտները քո թեմակիցները, ասած քո լեզվով հարցակվել են почему-то ինչ որ Աշոտյանի հանրապետականների վրա, որոնք այդ ցույցում էին, ու ոնց որ դու դրա հետ
պրոբլեմ չունես, անընդհատ ես անմեղ դեմքի արտահայտություն ընդունելը դու ու ջոջիտ ընտանիքի անդամները, երբ որ իրականում հենց դուք եք պատվերներ տալիս, որ հարձակվեն ինպես մարդկանց վրա, դուք 4 տարուց ավելա ֆանարիկ եք անում, Էդի արդեն ես քեզ ասում դու պետք է դասընթաց տաս, ոնց ես դու տես դեմքի արտահայտություն ընդունում, как будто это не ты։ Դուք չեք այդ հարձակումները գործում, դուք չեք այդպես բաներ գրում, это не դուք բոլորիդ ուզում եք միշտ միասնական, միշտ եսիմ ինչ։ Հիմա ես քեզ ասեմ, քո միասնական լինելու հղիության ցավերը, քո տիրոջ դաբրոյով ու պեչատով, որտեվ տերը դա չէ, սենց քսի տվել, ոնց որ իմպիչմենտի հարցում։ Բռնում է, երբ որ դաշտում առաջանում են ուժեր ու մարդիկ, ովքեր պատրաստ են անել որոշակի քայլեր, որոնք կհանեն Նիկոլին։ Այդ ժամանակ, երբ որ դուք տեսնում եք օրակարգ ունեցող, վճռականություն ունեցող, բազմաքանակ ժողովուրդ հավաքած ուժ, դու ու քո տերը կոկոլի հետույքը պահելու համար գալիս ու հարամում եք դա, ու հետո սկսում եք մուննատ գալ այդ ցույցերին մասնակցած ցույցերի իրականացմանը մեծ նվիրվածություն ցուցաբերած մարդկանց վրա, իմ դեպքում ամբողջ ընտանիքիս վրա։ Դու այդում հետ ինչ ես համագործակցում։ Հետո ես կարամ հարցնեմ խոսքի, չնայած դու քեզ տանձի կոթի տեղ ես դնելու, ես կարամ հասկանամ խոսքի, երբ որ դու ասում ես, ահա մեր օրակարգը, քաղաքական հալածանքները, այս ռեժիմի դեմ դիմակայելու եսիմ ինչերը, ոնց ես դիմակայում։ Այդ ժողովուրդը, որ եկել է ցույցի, տիպը ձեր տակով է ստանելու, այսինքն տենց գալու են այն մնացած ուժերը իրանց ռեսուրսով մարդկանց հանեն փողոց, բեմի վրա պիտ ու խավարի դուզ գաք դուք, քո տիրոջ հետ միասին, որ հետո տերը տասի սա իմ քաղաքական կապիտալն է, հետո դու ֆանարիկ անես, ուղարկեք տուն, հետո կոկոլը հաղթի, հետո տերդ հելնի, ոչ մի ձենի համար, ոչ կռիվ տա, ոչ եսի ինչ, ու ասի ժողովուրդն էր մեղավոր, ժողովուրդը ընտրեց կոկոլին, հետո այդ մեսիջը հետ եք ուղարկում Վիկչկա, Վիսկչկա Սողոմոնյանին Մոսկվատեղ, էդի տենց էշեշ դուսա տալիս Մարգո Յակաժներին, որ այդ էշություններին հավատում է Սալավյովի հետ միասին, ովքեր էֆիր են անում, մատը ցցում են այսինքն հայ ժողովրդի վրա, ասում են «Էտա վիբրելիվո», որ ասում ես չեք ուրը զորս արել, դու վիկան եք այդ եզի տղությունը արել, որովհետև ձեր միտում ու ձեր էսվերում ծախված եզի թուլեք կան, որոնց մաքրել է բեք, որովհետև իրանք Ամերիկայի ու Բրիտանիայի ու Թուրքիայի ու Իսրայելի հետ են աշխատում, ու իրանք ուզում են Հայաստանից սարքեն գեոքաղաքական մանրադրամ։ Մենք էլ չենք ուզում, այդ բանը չուզող հայերի հետ չենք արում Մարգոներն ու եսիմովքի, չենք արում մեր հետ աշխատեն, չգիտեն մենք ով ենք, են որ տնով տեղով նստել լայվերը նայել են, անձամբ քեզ գիտեն եւ այլն, վդրուկ մեկ էլ իրանք չենք արում քեզ տեղորոշեն, GPS-ը խախտվում է, եսիմ ինչ։ Ես կարամ հասկանամ այս եզությունները, որ դու խոսում ես օրակարգ բառի մասին, որ պահն է օրակարգ։ Դրա ինչն էր օրակարգ։ Ցույցը պետք է ունենա օրակարգ, ցույցի օրակարգը չի կարա լինի, դուք դուրս գաք կանգնեք գորակ ու ֆանարիկը տենց ճոճեք։ Այս նույնը ես ասում եմ ուժեղ Հայաստանի, ես ցույցերին որ ֆանարիկ տենում եմ, ես գիտեմ ովքեր են ցույցերը կազմակերպել։ Դուք չգիտեք։ Ես այս շարքերում քոչարյանականներ որ տեսնում եմ, իմ մոտ տրիգեր է առաջանում, ես իրենց զզվում եմ, որովհետև դուք չեք հասկանում իրանք ինչ են մեր գլխին բերել։ Դուք համառորեն շարունակում եք չհասկանալ, ինչ խաղի մեջ են իրանք։ Կամ են որ ցենց 10 ձեր ճամբարափող եղած մասովկա եք բերում լցնում, այդի вообще ցենց ունիկալն է։ Հիմա Իշխան Սաղաթելյան, դու impeachment չես ստորագրել, հետո վեր ստորագրել impeachment-ը, այն որ ցենց դողալով եկած շպրտեցիր այսպես ազգային ժողով, հեսա, սեյֆից հանեցիր Ագնեսը ստումը սեյֆ կակազվեցին, այդպես զարգացած հավադարը։ Այդ իրանց տնից հանել էր սեյֆի մեջից, բերել էր այդպես լայղ էր արել, սկցեցիր մեր դեմում ու Աշոտյանը լավ արեց, այդպես զադալժենի է կանում, տղա ջան։ Impeachment-ի օրակարգ կա։ Ձեր թիվ 1 պարտականությունը դա impeachment իրականացնելն է։ Ես քեզ օրինակ հիմա սպասի մի հատ էլ մի վարքյան, ուրեմն գրում ենք, ստեղ իմ Telegram ալիքում, search ենք անում, search ենք անում Congresswoman, ուրեմն ամերիկյան, ով որ դեմոկրատ լինելով, ունենալով փոքրամասնություն կոնգրեսում այս պահի դրությամբ, որովհետև դեռ միջանկյալ ընտրությունները տեղի չեն ունեցել, ինքը ասում է,
որ հիմա է պետք impeachment կազմակերպել Տրամփին, որովհետև ինքը խախտում է սահմանադրությունը։ Անկամ եթե մենք ասում ենք փոքրամասնություն ենք, մենք պարտավոր ենք դա իրականացնել։ Հասկանում ես, թե չես հասկանում։ Դուք դա ստորագրել եք ու դուք դա չեք իրականացնում։ Այդ ոնց հասկանանք, ու դու հիմա սենց աստուգար դեմքով ինչ-որ բան ես սենց ասում, այս դեմքի դու լուրջ այս դեմքի արտահայտությունը դու կարաս քեզ վերագրես, թե սա արտահայտում է այն վախը, որը դուք ունեցել եք, երբ որ տեսել եք ուրիշ մեկը, հիշում ես, որ ասում էիր, ով որ մեզնից լավ կարում է ցույց անի, թող կողքի հրապարակում կազմակերպի, իրանք դաժե կողքի հրապարակում չէ, իրանք գլավնի հրապարակում կազմակերպել են, ու այդքան մարդ է եկել, ու բոլորը լսել են իրանց։ Այս սրանից է դեմքի արտահայտությունը սենց դարձել, տղա ջան։ Ու այդ ցույցից առաջ ընթացքում ու հետո քեզ ով որ ասել է հելես լայվը արա ու այս էշ խոսքերը խոսա գազլայթինգ, նարցիսը որ քեզ ասել է հել գազլայթինգը շարունակի։ Իրա փողով վճարվող քաձերը Մոսկվայից ռուսկախոս սիլիկոնան այս անասունները քֆրտում են այդ սաղ ցույցին մասնակիցներին եւ այլն Նիկոլանց հետ մրցում էին ընկե։ Ինչ օրակարգով ես դու ուզում մարդիկ գան։ Ֆանարիկ ես ուզում անես, ուժը Հայաստանը ֆանարիկը արեց, իրանց ֆանարիկը կարող մարդկանց ավելի շատ է դուր գալիս։ Ես դրա հետ պրոբլեմ ունեմ։ Հիմա ես կարծում եմ Սամվել Ֆարմանյանի գրառում այս վիդեոին կցված։ Քոչարյան ընդդիմության առաջարկում է միասնական հանրահավաք անել, լրիվ լուրջ, նայեք։ Սովետական բյուրոկրատիան մի ունիկալ գործիք ուներ, հենց ինչ որ հնչեղություն ստացած հարց ուզում էին մերցնել, արագ այդ թեմայով զբաղվող հատուկ հանձնաժողով էին ստեղծում։ Բայց այդ հարցը մոռացվում գնում էր։ Ընդդիմություն Քոչարյանի հանձնաժողովն էլ, ոնց 2020-ից 2023 թվականներն արդեն գիտենք, հանրահավաքն է։ 23 թվականի հանրահավաքների մսխումը իշխան, ֆանարիկ սարքել է իշխան, հավասար է եղել Արցախի կորստի։ Դու այդ Արցախի կորստի մասնակից ես Նիկոլի չափ, Նիկոլից վեր, այնտեղ Նիկոլը ասել է թուրք եմ հանձնում եմ, դու ասել ես ես թույլ չեմ տա թուրքը դեչը պսիպո ու դու սենց իմեննոյ մտել ես քուչա, որ թույլ տաս որ թուրքը վերցնի։ Նարեկ Մալյանում ու մյուս տղեկը գնան նստեն, որ դու քո անասուն տերդ Արցախը հանձնեն, հիմա չկմեղացած ես անասուն ռոժով, հայլու առաջ գոնի տենց տրինիրովկա արեք դրամատիկական թատրոնից տենց ունեք տենց ձեր թայֆին նվիրված տենց քաձեր կան։ Դրանց վերցրեք տենց թողես տրեյնինգ անեն, դա ամեղ դեմքի հարտահայտ ասած ընդունում եք։ Ով ես ֆանարիկ եմ, արի դե շտո բանցած սովորեք այդ անտերը էլի։ Զզվելյան է հելը։ Ուրեմն Ինչու իշխանի շուրթերով հիմա հնչեց միասնական հանրահավաքի առաջարկը։ Երկու պատճառով, առաջին, մարդկանց աչքերը բացվում են, քաղաքական օրակարգի թեմա է դառնում Քոչարյանի ընտրապայքարից դուրս գալու ու այդ եղանակով ընդդիմության միավորման ձայներ չփոշիացնելու ու մեկ ճակատով ընտրությանը գնալու գերհարցը։ Ահա, նման առաջարկով Քոչարյանը մոլորացնում ու թոզը փչում ժողովրդի բացվող աչքերին, իբր ինքը եւս կողմ է ընդդիմության ամոկումոնը։ Մարդիկ իրանից պահանջում են դուրս գալ ընտրապայքարից, որ ընդդիմությունը մեկ ճակատ կազմի, ձայներ չփոշիանա, որ հունիսի 7-ին հաղթեն Նիկոլին, ինքն ասում է եկեք բոլորով հավաքվենք մեկ անգամ եւս Զիլինա խաղանք։ Իսկ թե Կարապետյանն ու Ծառուկյանը միամիտ համաձայնվեն ու Քոչարյանի հետ նույն հարթակում կանգնեն, Նիկոլանցը ուրիշ ոչ մի բան պետք չի, մինչև հունիսի 5-ը անդադար կկրկնեն, բա որ ասում ենք, նրանք Քոչարյանի ձայն բերողներն են, որ Քոչարյանի դարձնեն վարչապետ, ինչպես արդեն անում են, դեռևս առանց փաստերի։ Երկրորդը, քանի որ շատ լավ գիտի, որ ինքը ոչ միայն 8% ընտրական շեմը չի հաղթահարելու, այլև ինքնուրույն հանրահավաք հրավիրելու մարդկային բավարար ռեսուրս անգամ չունի, վիկոյական տրյուկ է անում։ Որ հանրահավաքի հաջորդ օրը քարոզչական կոյուղիներով տարածի, ժողովուրդն սպասում էր Քոչարյանին, նրա կոչով հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց, այդ Մոսկվայի կաբինետներում Վիկիշկեն ուզում է ցույց տա այդ վիդեոն։ Այսի շեֆ իսկ քաղաքական կապիտալն աղբյուրը սարև շարունակեք մեզ վճարել, ես ձեր կամակները անենց կմտնե, ոնց որ երբեք ոչ մեկ չի մտել Ռուսաստան տեղ, չէ՞։ Վիսկը չկա։ Հիմա էլ Արա Աբրահամյանի տեղին էս աշկը դրել, հայևանի գյոր։ Շարունակենք։ Նրա կոչով հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց, մեր կրկնակի ու համարյա երակի պրկիչ է եւ այլն։ Քաղաքական կլասիկ պարազիտություն, հարցի հետույքով փեսային լավություն անելու նման մի բան։ Ես լինեի Սամվել Կարապետյանի, Ծառուկյանի ու մյուսների տեղը, հրապարակային կոնտրառաջարկ կանեի Քոչարյանին։ Առաջին, հարց չկա, միասին հանրահավաք ենք անում։
Բայց հանրահավաքը պիտի ղեկավարես անձամբ դու, Ռոբերտ Քոչարյանդ, ոչ թե թաքնվես այլոց մեջքի հետևում, այլ անձամբ պիտի ղեկավարես այն։ Երկրորդ հանրահավաքից հետո էլ ոչ թե ֆանարիկներով երթ ենք անում ու ցրվում ենք տներով, այլ գնում ենք լրիվ սահմանադրական եղանակով իշխանությունը վերցնելու։ Քեզ առաջադրում ենք վարչապետի թեկնածու Նիկոլին անվստահություն հայտնելու նախագիծը մուտք ենք անում ազգային ժողով ու փողոցից տուն չեն գնում, մինչև հանրային ճնշմամբ Նիկոլին ազգային ժողովով չանենք։ Լավ առիթ է, կյանքում գոնե մեկ անգամ թող Քոչարյանը փորձի ինքնուրույն իշխանություն վերցնել։ Չեմ ասում հաջողի, գոնե փորձի։ Չեմ ասում պահի, գոնե վերցնի։ Թե չէ մարդը 10 տարի նշանակովի նախագահ եղավ, տածը չհասկացավ, թե ինչ բան է իշխանություն իրականում, ոնց է այն ձեռք բերվում ու պահվում։ Հիմա 8 տարի նշանակովի ընդդիմություն է, էլի չի հասկանում, թե ինչ բան է ընդդիմությունը։ Հետգրություն, բոլորս էլ իրականում ամեն ինչ շատ լավ հասկանում ենք, տղերքն էին ափսոս, Ղարաբաղն էր ափսոս։ Իշխան դու հասկանում ես, որ դու Արցախ հանձնած ես։ Դու ինչքան ուզում ես, այս դեմքը այսինքն ես գիտեմ ում են քո ֆանարիկների պատճառով նստեցրել ինչքան ժամանակով ու ինչի։ Ես գիտեմ ովքեր են այդ գործ տվողները եղել։ Դուք հերիքը հարաման եք։ Հիմա Սամվել Կարապետյանի եւ Գագիկ Ծառուկյանի ուժերին քանի որ տեղյակ չեմ դուք ինչով եք զբաղված, դուք այտենց բեսամթույն այտենց թմեր ունեք եւ այլն, թայֆաներ, sorry, իրենց չի կարելի թիմ անվանել, բայց այտենց Հայաստանի իրողությունը այտենց գալիս է մեծահարուստ, վճարում է թայֆա է պահում, այդ թայֆեն սկսում է իրանք էլ այտենց թատրոն են խաղում, որտեղ իրանք մասնագետներ են, which is very funny and tragic at the same time, բայց ինչ անենք, ընկել պետք է քաշենք։ Ուրեմն ես ուզում եմ հասկանամ, եթե ես տեսել եմ որ դուք այս Ֆանարիկ the original edition առել եք այս հայվանների հետ միասին, հելել եք բեմ ու Ֆանարիկ շոուի եք արել ժողովրդին ու ձեզ սարքեք Քոչարյանի պատստիլկա, դուք մարդկանց ժողովրդի ձեռից չեք պրծնելու։ Դուք հերիքա մարդկանց խափեք ու կոկոլ պահեք, ով որ այս ֆանարիկին կհանի քուչա, այս ֆանարիկի հետ ինչ-որ այտենց, այսենց, ես ասում եմ, ընդեղ առանց կոնտեքստի, ձենդ կտրի, այս դեմքի արտահայտություն, այս ֆեյքին, այս ֆեյք անմեղ գարին, Արցախ հանձնած գարի մորթի հակած այս գելին, ով որ հանել է բեմ, ով որ հետ է վաբշե խոսացել է, ես իրենց դաժե հաց չեմ կիսի։ Անձամբ ես ամեն օր ես ձեզ հանգիստ չեմ տալու։ Ես ասելու եմ, որ դուք Նիկոլ 2 եք անում, որ դուք քթածակ չունեք ու դուք չեք կարողանում տարբերությունները տեսնեք։ Եթե տեսել եմ դուք խաղ եք խաղում ժողովրդի գլխին, էլ վсё։ Իսկ դրա որոշակի տարեր ես ձեր վերջին ցույցում տեսել եմ։ Եթե դուք Բագրատ Գալստանյան անեք այս ցույցը, ոնց որ Քոչարյանը արել է Բագրատ Գալստանյանի ժամանակ, դուք իմացեք, որ այս կերպարի թայֆեն, երբ որ դուք իրանց ընդունում եք ձեր ցույց անելու, Բագրատ Սրբազանին հարցրեք, թող պատմի։ Երբ որ դուք իրանց հետ ինչ-որ բան եք անում ցույցերի հետ կապված, իրանք առաջին սուրհանդակ ուղարկողն են կոկոլի մոտ, ով որ ամբողջ ինչ կա չկա, սա խսլիվ անում Նիկոլին։ Որ հետո Նիկոլը ում որ պետք է բռնցնի, նստցնի եւ այլն, ու երբ որ դուք սրոկ եք տալիս Նիկոլին, դա ստացվում է ինքն է սրոկ տվել։ Քոչարյանի սաղ գործը 5 տարվա մեջ եղել է կոկոլի հետույքը պահել, պաշտպանել, սփոփել է այսպես իշխանիկներով։ Իշխանիկը պատասխանատվության զգացողություն չունի իմ նման Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հանդեպ, ում ձայնին ինքը հավակնում է։ Ինքը ինչ որ իր տերն է ասում, մենակ է դա անում, իսկ իր տերը вообще թքած ունի ժողովրդի վրա։ Իր կարծիքով մենք ժեխ ենք։ Ժողովուրդը ժեխ է, հարիֆ է։ Ու ով որ իր թայֆի մեջ է, մարդկանց մասին այտենց են մտածում։ Որտեվ հելնում ասում են դուք եք մեղավոր, դուք Նիկոլ Անդրեզիկ, ոչ թե ես եմ իրան պահել, որտեվ Մոսկվայից ինձ կակային ցույց տվել, ես հավատացել եմ։ Ֆակտически իրան օգտագործել են Հայաստանի հանձնման process-ում, որը նշանակում է как minimum շատ վատ առաջնորդ։ Ու ոչ թե փրկիչ, այլ հակափրկիչ։
Այդ շանսը մի անգամ է տրվել 2021-ին, չի տրվել ոչ Սիրուն աշկեր ունեք, ոչ եսի մինչ արտաքին, ոչ մի բան, ոչ էլ ձեր ես իմ 10 տարիները ես արեցի, ես դրեցի, ես, նո, ժողովուրդը սոլիդարություն է ցույց տվել։ Ելնելով ֆորս մաժորային վիճակից երկրում։ Մտածելով, որ դիմացի անձը կակ մինիմում ունի էմպաթիա իր սեփական ժողովրդի, իր հայրական հողի հանդեպ։ Ինչ իմանեն փողը այն աստիճանա ուղեղներդ կերը, որ լրիվ ֆազերներդ խփե տարել է։ Իրանի ժողովուրդը 43 օրից ավել ամեն օր փողոցներում է եւ իրենց իշխանությունը ասում է, որ փողոցներից չի կարելի տուն գնալ, որպեսզի մեր արդար պահանջը ներկայացվի աշխարհի բոլոր անկյուններում։ Ցույց տվեք, որ դուք չեք վախենում ոչ մի հրթիռակոծությունից, ոչ մի բանից։ Զոհերի գնով եւ այլնի գնով ժողովուրդն էլ պահանջում է, ես որ այսքան օր դուրսն եմ կանգնել եւ այսքան զոհ եմ տվել եւ այլն, ես չեմ ուզում դու թշնամու հետ պայմանավորվես մի բան, որը իմ պետության, իմ սահմանների դեմ է, իմ հարստացված ուրանի դեմ է, իմ նավթապաշարները իմ ուզած ձևով վաճառելու դեմ է միջազգային իրավունքի նորմերին համաձայն եւ այլն։ Մեր ունդիմությունը, այս անասուն ռոժով, այս է, 5 տարի է, ժողովուրդ ջան, Նիկոլ չկա, Ժորջան, չես պատկերացնում, դու ինչի ես այսօր հասել, ինչ եմ հասել, կոկոլը հննդը վեր է անգած, մի հատ կասես ինչ եմ հասել, ինչ է նշանակում, եկեք ինչ-որ օրակարգով քաղ հալածանքների դեմ և քաղ հալածանքի դեմ ոնց եմ պայքարում, դավաճանին տանելով, պատժելով, ոչ թե դավաճանին պահելով, որ հետը գնաս ընտրություններ, ու հիմա էլ այս ընտրությունների ինտրիգի, որտև ինտրիգան մեռնում է սրանց տերը, շրջանակներում գակ ու հայջականեք եկել են առևանգելու հերթական շարժումը։ Ու եթե ես տեսնեմ, որ այդ առևանգումը թույլատրված է Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի կողմից, ես հելնելու եմ, ստո դյալո սաղիթ պասլատ եմ անելու ու ամենտեղ ես այդ մասին եմ խոսալու, ոնց որ կոկոլի արևը թաղել եմ 8 տարի ու դուք ես սիրում ինձնից սովորել եք ոնց է թաղում արև կոկոլաշենում։ Քանի որ դուք կոկոլանաք այս դալբայովներին ձեր շարքեր թողելով, դուք կարժանանաք այն նույն վերաբերմունքին, որին արժանանում է կոկոլը։ Այսրա ռոժը ըտե տեսել եմ։ Այսրա ռոժը։ Հիմա հասկացաք չէ ինչի մասին ենք խոսում ստեղ։ Հիմա ուզում են Ռուսաստանում հայ համայնքի ներկայացուցիչ Արա Աբրահամյանին հանի վիկային նշանակի ըտե, որի փրթե ինչ-որ քարոզչություն են անում եւ այլն, որ թուրքերի ավելի լավ իր շեֆությունը տես բիզնես անի, որ գնա որակազրկեն Սամվել Կարապետյանին Ռուսաստանում, որակազրկեն նաեւ Հայաստանում, ինչ-որ եզություններ անեն, նույն ձև, եկեղեցու դեմ, համայնքի դեմ։ Այս սրանք իմ թշնամին են, դու շխան, շխանաձուկ, չգիտեմ մուկ, դու իմ թշնամին ես, դու Արցախ ես հանձնել, դու ինձ խաբել ես, դու իմ վրա հարձակումներ ես գործել, քո շեֆը իմ վրա հարձակումներ է գործել ու իմ ընտանիքի ու մինչև հիմա։ Դուք ընդդիմություն չեք, դուք չընդդիմություն եք։ Ու դուք ունեք ստորագրված իմպիչմենտի փաստաթուղթ։ Իմպիչմենտի փաստաթուղթը վերցնում եք, причем այդ ցույցը դուք չպետք է առաջնորդեք։ Դուք մենակ պետք է գաք այս ձեռ բարձրացնելու համար։ Ու всё։ Վարչապետի թեկնածուը, ինչպես գրել է Ֆարմանյան Սամվելը, կարալնի քո աշկի գոզալ այդ շեֆը թող, ինչ չի ուզում վարչապետի թեկնածու լինի, կարաս ինձ բացատրես։ Խամաչում է տենց։ Անվստահություն հայտնելու հիմքեր չկան։ Ժողովուրդը փողոց դուրս չի գա, փողոց է դուրս եկել ժողովուրդը, դու ինչով ես զբաղված։ Առևանգում ես ուզում անես։ Այս մոմենտով սաղ պարզա չէ, ինչի համար ես չեմ ուզում սրա ռոժը տետենամ։ Հիմա ուժեղ Հայաստանին ձեր միտինգի մասին։ Այդ կաստում շլվարը, այդ որ տենց բեմի վրա, այդ թարգեք, это не день города։ Это որ հարգելի ժողովուրդ, ձեր ցավը տանեմ, մանավանդ Արամ Բարթևանյանը 5 տարի է տենց քանի խմբակցություն է փոխել, ում անունից ասես ժողովրդի ցավը չի տարել։ Կարելի դրան պերվի պլան չբերեք։ Այս նրանցից է։ Ինքը փաստաբան է, թող փաստաբանություն անի, ես դուր է գալի իր փաստաբանությունը։ Ինքը բայց սրանցից է, երբ որ հարցը վերաբերվում է քաղաքականությանը, ինքը այս սրանցից է։
Շայի հետևից վազողը, ժողովուրդն էլ այդ գիտի։ Այդ արդեն դաժե երևում է, որ այն մնացած ովքեր որ ճառ են խոսում, այսքան են խոսում, քան ժողովուրդ ջան, ես քո ցանտամ, ցավ ուզում ես տանես, գնում ես կոկոլի վզից բռնում ես, նստում ես ընդ որտեղ պետքա նստի, որովհետև դու վերցրել ես մի տեղ, որտեղ պետքա կանգնած լինի մարդ, ով որ հանում է այդ անասունի, ոչ թե այդքան դնդրությունն է, պիսիսա պակատա, այսպիսի պասա, հա? Այս նրանց որ իմպիչմենտ էին ստորագրել, դուր էի չէր անում։ Իրավաբան չես, չի նշանակում իմպիչմենտը։ Ինչ է նշանակում իմպիչմենտ, հա? Այն որ ասում է գուշակի 3 անգամից։ Կարանք հասկանանք։ Այնց հետաքրքիր է, այն որ սենց այդ գառան մորթի հակածները հաջորդիվ ես կարամ հասկանամ ինչ եք ֆանարիկ անում։ Ով այդ ֆանարիկի հեղինակը այդտեղ, ով ասել որ պետք է ժողովուրդ ջան, ձեր ֆանարիկները ցույց կտակ բան, որ ինչ։ 1, 2, 3 ու դուք ոչ մի բան չեք անում, ժողովուրդը հոգնելու է գնա։ Հետո հաջորդիվ ինձ այդ ամբողջ էպիզոդի մեջ 2 բան է դուր եկել, նու ժողովրդի պատրաստակամությունից եւ այլնից բացի։ Մեկ անվտանգության հարցերով Արցախցի զինվորականի Արտուր Ավանեսյան կարծեմ անուն ազգանունը իր ելույթը, մյուսը ոնց Սամվել Կարապետյանի տղան այն հիվանդ, չգիտեմ, տարօրինակ կերպար լրագրողուհի, գործտվողուհի է, այդ քածին պասլա տարեց։ Շատ սիրուն, շատ կուլտուրական եւ այլն։ Այս 2 բաները Այն մյուս մոմենտները, այն որ սենց ինչ-որ սենց մաֆիոզի ձևի հակած, ինչ-որ սենց ավտոների մեջ, ինչ-որ սենց բան, սենց Երևանի սենց նայելով ապագա սեփականատիրոջ աչքերով, որ սենց փողոցներով այտենց այդում եք, արա թարգի քորս սարև, արա։ Ձեր հակու կապը, ձեր պահվածքը նորմալ միջին խավի մարդուց չպետք է տարբերվի, ու դուք պետք է այդպիսին դառնաք։ Ոչ թե մենակ ցույցի համար, բնույթով, էությամբ եւ այլն, հաջորդիվ, այդ իզրայելցի գեներալին ինձ կարեք ասեք, ի վերջո որ չուլանն եք դրե, որտե եք պահում այդ հայվանին, ինքը հլը այտենց գործի մեջ է, որտեղ իրանական մամուլում արդեն իր մասին գրում են, ասում է Սամվել Կարապետյանը իսրայելցի գեներալ է բերել Հայաստան կողե։ Соответственно, Իրանի համար դա արդեն սենց նեգատիվ է։ Ձեզ ինչ-որ պետք է որ նեգատիվ լինի։ Ցեղասպան պետության, ցեղասպան բանակի, ցեղասպան գեներալը, սա ցեղասպան են։ Սխալների ուղում արվում է դա вообще։ Որտեվ ես որ խոսում եմ որոշ մարդկանց հետ, ընկերներիս հետ եւ այլն, ասում են Աննա ջան, իրանք երբ որ խորհուրդ չեն հարցնում, չեն ուզում խորհուրդ տանք։ Ես ոչ թե խորհուրդ եմ ձեզ տալիս։ Ես на правах собственника этого процесса, որովհետև ես 8 տարի, դուք պարոն վարչապետ եք իրան ասել, ճիշտ ասում Արիանան, Մոնակոներում կայֆերի մեջ եք եղել, իսկ իմ նման մարդիկ զրկանքների մեջով այս ամեն ինչը բացահայտել են, լուսաբանել են, խալիները փռել են, քելը եկել եք այտենց։ Չէ, ես ոչ թե պետք է սպասեմ իրանք ինձ հարցնեն, ես խորհուրդ տամ, ես խորհուրդ չի, ես քեզ պահանջում եմ քեզանից։ Դու եթե քաղաքացիներից ձեն ես ուզում, ընտրություններին մասնակցություն, դու պետք է ունենաս այդ սպլաչոննոստը, որ դու այդ որակը, այդ ոգին, որը ես այսօր տեսնում եմ Իրանում։ Այդ դրանից պակաս բանը չի աշխատելու։ Ինձ պետք է հողս փրկեմ։ Ես իրանց պահանջում եմ, որ իրանք լսեն մեր ձայնը։ Պահանջում եմ, խորհուրդ չեմ տալիս, որովհետև իզնից տարիքով են փոքր, փորձով են ավելի քիչ։ Խելքով գնա գալիս եմ քիչ են, 100%։ Մտածում եմ, որ փողը այդ դատարկությունը, ինչ-որ այդ վակումը փողով կարելի է լցնել։ No, нельзя։ Ու երբ որ դուք ունեք юридическая команда, юристներին պահեք որպես юрист։ Не у всех есть способности становиться политиком в одночасье, причем ինքը փորձել է ու չի ստացվել։ Ես չեմ ուզում պոպուլիստական ելույթ լսել, ես չեմ ուզում կոկոլի ու ձեր սաստավի միջև խոսույթի տարբերություն չզգամ։ Ինձ պետք է որակական տարբերություն։ Վերջին բանը, տելեդեբատներ Պետրոս Նատաշի բանում մի գնացեք։ Կամ գնալուց գնացեք հիպիշ անելու համար կարեք Արամ Վարդևանյանին ուղարկեք, որը տարիքով ու ղժղժությամբ համապատասխանում է Վահագն Ալեքսանյանին։ Մամիկոն Ասլանյանը հարգված ավելի այսպես ոնց ասեմ, ակնառու մարդ է, գործիչ է եւ այլն։ Էդ ի՞նչ եք այդ
մարդուն գնացել այնտեղ ինչ անի, կարող է ինքը տենց ասել է ես գնամ եւ այլն, բայց ուզում հասկանամ ձեր թիմում ով է այդ որոշումները կայացնում, որովհետեւ даже վիզուալ это ненормально։ Ինչ որ դեբիլ գյադա Պոպուլիստական դատարկախոսությամբ ստուդիոն իր ջեբը դրած, ինչ որ հարցակվում է պատվավոր մարդու վրա, такое нельзя։ Եթե ուզում եք այդպես պոպուլիստական բաներով զբաղվել, կարամ Վարդևանյանին ուղարկեք, ունի ինքը այդ պրակտիկան, Հավայի խոսատենց, այնիկ խոսայսիկ խոսատենց Հավայի։ Մարդիկ ովքեր պասուտի չեն կարող Հավայի խոսան, մի իրանց այդպես բան արեք, էլի այդպես վիճակի մեջ մի դրեք։ Ահա որ տհաճ էր նայելը։ Ես չգովալու բան չունեմ, Արթուր Հայրապետյանը լրագրողը շատ ճիշտ գրել է, ձեզ էլ թագը արել, սխալների ուղում արեք։ Դավաճանի հետ խոսալու չկա, դուք անում եք այն, ինչը որ կոկոլենք, Քոչարյանից հետ արել են 5 տարի, ու դրանով նսեմացնում եք ընդդիմադիր քաղաքացուն, ով որ Դավաճանի հետ խոսելու չունի, առնել տալու չունի։ Այդ չի նշանակում, որ դուք այդպես կռուտո եք գնացիք ընդ քյալա տվիկ բան, նո։ Մարկ Տվեննա չի ասում, թե ղշի հետ վիճելուց պետք է անգնես ղշի մակարդակի, դու լուչ ղշի հետ չպետք է, դու ղշի պետք է ստեյց մի ծրտե, երկա ծրտես, հեռանդ քաշես բալկոնից, ճաղեր բաներ ես դնում, որ ուշը չգա, բալկոնը չախտոտի, ինք ուրիշ ֆունկցիա չի անում այս աշխարհում։ Всё, այսքանը, merci beaucoup, լայվը տարածեք, ու այսօր իմ գնահատականն է, բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին կոչ եմ անում, երբ որ տայնում եք մի բան այնչի, հելեք ու պահանջեք։ Ոչ թե տենց կարելի է գնանք Աննա ջան, տենց կամաչ շշնջանք, ստես սենց խոսանք, չէ պետք չի, սենց բարձր, նո, պետք չի հիմա խորհուրդ տալ, նո, խորհուրդ չի։ Ես պետություն չունեմ մսխելու, ձեր դալբայոբ ապուշ ինչ որ տենց գաղափարների պատճառով։ Ու ասում եմ, այս անմեղ գառների դմակավոր հայվաններին, եթե տեսել եմ ձեր շարքերում, ինչ որ երբ որ ձեր ֆանարիկների միաձուլում տեղի ունենա, այն որ չնեղանաք, Չնեղանաք։ Всё, հաջողություն։